Հանրակրթական դպրոցներում մի խումբ աշակերտներ փորձել են մի խաղ, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել համացանցում և հայտնի է որպես «Կարմիր դուռ, դեղին դուռ»։ Սկզբում ամեն ինչ սկսվել է որպես հետաքրքիր փորձ, բայց շուտով հետևանքները դարձել են ակնհայտ ու վտանգավոր։ Խաղը, որը հայտնի է նաև որպես դռների խաղ կամ մտքի խաղ, համարվում է հոգեբանական մեդիտատիվ փորձ, սակայն մասնագետները զգուշացնում են խաղի վտանգավորության, անգամ ողբերգական հետևանքների մասին։ Խաղը կարող է թողնել տրավմատիկ հետք և ակտիվացնել երեխայի ենթագիտակցականում առկա որոշակի վախեր, որոնց մասին անգամ երեխան չի իմացել։ Առաջինից մինչև 5-րդ դասարան երեխաները խաղացել են «Կարմիր դուռ և դեղին դուռ» խաղը, սովորել են TikTok-ից, որի հետևանքով երեխաներից մեկը վատացել է, այսինքն քնել է, հրահանգ է լսելով, կատարել է երեխաների առաջադրանքները, թե ինչ պետք է անի ու քնել է։ Զանգից հետո դասատուն մտնելով դասարան նկատել է երեխայի քնկոտ վիճակը, անհանգստացել է, արդեն դիմել են օգնության, բայց երեխան մեկ շաբաթ դասի չի գնացել, չի հաճախել դպրոց, քանի որ մոտը առաջացել են վախեր, գիշերը անքնություն։ Չեն դիմել հոգեբանի, արդեն ծնողների շնորհիվ աշխատանքները կատարվել եւ երեխան նորից հաճախել է դպրոց։ Այդ դեպքից հետո ուսուցիչները արդեն մեկը մյուսին փոխանցել է, որ կա այսպիսի խաղ, արդեն ուշադրություն են դարձրել, վերահսկողությունը տնօրենի կողմից էլ վերահսկվել է, ներկա պահին չեն խաղում։ Վերջին շրջանում բավականին մեծ տարածում է գտել մասնավորապես դեռահասների շրջանում եւ ավելի վաղ դպրոցական տարիքի երեխաների մոտ, չնայած որ թվում է սա ընդհանրապես խաղ է, բայց այն իր մեջ հիպնոտիկ որոշակի տարրեր է պարունակում եւ խաղի ընթացքը ինչու՞մն է կայանում, կա խաղի վարող, այսպես ասած, ուղեկցող եւ խաղացող երեխաների դեպքում եւ կատարող հրահանգները փորձում են երեխաներին տանել դեպի այնպիսի դաշտ, սեղմելով երեխայի քունքային հատվածից, որպեսզի երեխաները հրահանգների միջոցով տեսնեն ինչ-որ սիմվոլիկ պատկերներ, տեսնեն ինչ-որ դռներ, որոնցից իրենք ներս են մտնում, հետո նկարագրեն, թե այդ դռներում իրենք ինչ են տեսնում։ Մոտավորապես այսպիսի մի ընթացք։ Իրականում թվում է, թե սա ընդհանրապես խաղ է, անվնաս իրենից ոչինչ չներկայացնող, բայց սա բավականին լուրջ ազդեցություն ունի երեխայի հոգեհուզական դաշտի վրա, շատ լուրջ բացասական հետք է թողնում երեխայի վարքագծի վրա, ինչպես նաև կարող է առաջացնել որոշակի հոգեսոմատիկ ռեակցիաներ։ Չնայած որ վերջի շրջանում, ինչքան որ հանդիպել եմ դեռահասների հետ, ովքեր որ մասնակից են եղել այդ խաղերին, շատերը մեծ մասամբ նշում են, որ իրենք չեն էլ տեսնում այդպիսի պատկերներ, բայց հիմքը նրանում է կայանում, որ իրենք էլ պնդեն, որ իրենք դա տեսել են, այսինքն այդ խմբային աշխատանքների ժամանակ դեռահասների մոտ կա չէ համեմատվելու ով է ավելի լավ, ով է ավելի ուժեղ, եւ իրենք անպայման պնդում են, որ այո, ես էլ եմ տեսել, իրենց տրամադրում են, որ տեսել եմ, այսինքն ավելի շատ վտանգավոր է այդ խաղի ընթացքը, երբ երեխաները էմոցիոնալ բավականին ճնշված վիճակ են ունենում, գլխացավեր են ունենում այդ վիճակից դուրս գալուց հետո կամ նույնիսկ ընթացքում, հնարավոր է ճնշման տատանում լինի, հնարավոր է կրծքավանդակի սեղմում, որոշակի հեվոց, խեղդոց, այդ ամենը բացասական ազդեցություն իհարկե թողնելու է։ Մասնագետի խոսքով, վախերի առաջացումը երեխաների մոտ հանգեցնում է վարքագծային խանգարումների եւ ագրեսիվ դրսեւորումների, մինչդեռ առավել մտահոգիչ է, որ հաճախ երեխաները մնում են իրենց վախերի հետ միայնակ։ Այն խոր ազդեցություն է թողնում նրանց հոգեէմոցիոնալ վիճակի վրա, առաջացնելով լուրջ բացասական հետևանքներ։ Հաճախ են ասում, բայց երեխաները չեն հասկանում, որ դա կարող է վնասակար լինել, ինչի են դիտում։ Այստեղ երկու կարևոր պատճառ կա։ Առաջինը դեռահասների մրցակցությունն է, եւ ինչպես շատ հաճախ դեռահասները հայտնվում են տարբեր ենթամշակույթերի մեջ, ելնելով իրենց լուրջ խնդիրներից թաքնված, սա եւս մի այդպիսի մի բան է։ Այսինքն ով որ հրաժարվում է խաղալուց, դեռահասների մոտ պիտակավորվում է թույլ է, ուրեմն չկարողացավ, համարձակ չէր, եւ որպեսզի այդ պիտակները իրենց վրենցից հանեն, երբեմն չուզենալով իրենք մտնում են այդ խաղի դաշտ։ Եվ երկրորդ պատճառը, որով հիմնականում դեռահասները ներառվում են այդ խնդրի մեջ, դա փախուստն է իրականությունից։ Հիմնականում դա լինում է այն դեպքում, երբ լինում են ընտանիքում որոշակի խնդիրներ, ինքնահասկացման որոշակի խնդիրներ, կոնֆլիկտներ,
թե ծնողների հետ, թե հասակակիցների հետ, սա համարվում է իրենց համար նոր մի դաշտ, նորություն, նոր բան են ուզում փորձեն, այսպես ասած, որը հաճախ ցանկացած բացասական վարքագծի դեպքում լինում է դեռահասների մոտ, սա եւս դրան է պատկանում։ Եվ իհարկե շատ լավ կլինի, որ միանգամից դա ծնողների կողմից չմերժվի, հա, չպատժվի, նախ փորձեն հասկանան ինչ է տեսել երեխան, եթե խաղացել է թե ոչ, ինչ հիմքերով է խաղացել, եւ եթե չկարողանան որոշակի օգնություն ցուցաբերեն, իհարկե լավ կլինի մասնագիտական միջամտություն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւս անհանգստացած են խնդրով, հայտնելով, որ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագիտական խումբը արձանագրել է, որ տվյալ խաղը եւ նմանատիպ այլ խաղեր լուրջ վտանգ են ներկայացնում սովորողների հոգեկան առողջության եւ բարեկեցության համար, եւ դա կանխելու համար նախաձեռնել են կանխարգելիչ աշխատանքներ, իրազեկում, կանխարգելում եւ ծնողավարության դասընթացների ընդլայնում։ Հաճախ լսելով այն ամեն ինչի մեջ որ դեռահասները հայտնվում են, փորձում են երեխաներին փրկել, այսպես ասած, այդ իրավիճակից եւ հակառակ էֆեկտն է ունենում։ Ամենաճիշտ տարբերակը խոսելն է, զրուցելն է, հասկանալ խաղացել է թե ոչ, ինչ իրավիճակում է գտնվում, եւ եթե արդեն տեսնում ենք որոշակի բացասական ազդեցություն, սկսած սնման խանգարում, քնի խանգարում, տրամադրության անկում, որոշակի հոգեսոմատիկ ռեակցիաներ, այդ դեպքում անպայման անհրաժեշտ է դիմել մասնագետի, որովհետեւ ծնողներն ինքնուրույն չի կարողանա օգտակար լինել, երբեմն ծնողներին մինչև վերջ չեն էլ վստահում դեռահասները եւ չեն էլ արտահայտում իրենք ինչ են արել վախի մթնոլորտով, մտածելով, որ ծնողի կողմից կպատժվեն, եւ երևի թե դրա լավագույն լուծումը մասնագետին դիմելն է, որպեսզի կարողանան անցնել իրական ճանապարհով այդ խնդրի լուծման եւ հետք այլևս չմնա։ Եվ լավագույն տարբերակը իհարկե կանխարգելելն է, եւ երբ հաճախ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, ոչ թե ցանկություն կա վախեցնելու ծնողներին կամ դեռահասներին, այլ կանխարգելելու, տեղեկանալու, թե ինչ է իրականում կատարվելու։ Մենք հաճախ խնդիրների մեջ ենք հայտնվում հենց ինֆորմացիայի պակասի արդյունքում։ Կարմիր դուռ դեղին դուռ խաղի տեսանյութը իր սոցիալական հարթակներում հրապարակել էր մի ռուսաստանաբնակ հայ բլոգեր, որտեղ հստակ երևում էր ինչպես է դեռահասն ընկնում տրանսի մեջ։ Մեր փորձերը կապ հաստատել վերջինիս հետ պարզելու համար, արդյոք գիտակցում է խաղի հնարավոր վտանգները, արդյունք չտվեցին։ Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց։ Находится в этой комнате. Часы. Հուսանք վերջինս հետ կկանգնի իր հանցավոր գործունեությունից, հիտակցաբար հրաժարվելով դրանից։